Ադրբեջանի բենզիններ տարատեսակ այսպես շահարկումների ցուցադրելու նպատակով արդյոք կառավարության կողմից կոնկրետ այս երկու ընկերությունների ադրբեջանի բենզինների առաջարկը չի խախտում դեսպարողների իրավունքները եւ չի ստեղծում անհավասար մրցակցային պայմաններ այս գործընթացում ուսումնասիրության անհրաժեշտություն Շնորհակալ եմ։ Անկասած մեզ այդ հարցը ուղղել էին եւ ես լսել եմ վարչապետի հայտարարությունը մի փոքր իմ պատկերացմամբ այլ բանի մասին է խոսվում որովհետեւ կառավարությունը ինքը չի հանդիսացել բենզին ներկրող որ ինչ-որ մեկին առաջարկել ենթադրում Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը ուզում այս պահը հստակ հասկանանք ոչ թե կառավարություն ձեռք է բերել հետո եկե երկու հոգու առաջարկել է կամ մեկ հոգու առաջարկել է կառավարությունը իմացել է որ Ադրբեջանը պատրաստական է վաճառել բենզին կամ դիզելային վառելի կամ որևէ բան մինչև այդ հիշում եք ծորեն էր Հայաստանի Հանրապետություն եկել այդ նույն ճանապարհով Այսինքն տնտեսվարող սուբյեկտներին ոչ թե նախապատժել այդ հնարավորության մասին ես ենթադրում եմ բոլորն իմացել են եթե անկեղծ լինենք որ Ադրբեջանի հետ մենք արդեն փորձում ենք առևտրաշրջանառություն չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեր հետ շփումների արդյունքում ասել է, որ ինքը չգիտեր, որ գիտեք, կարելի է գնալ բերել, որտեղ հիմա լավ, այս պահին արդեն նորից էլի երկու տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, այդում նաև հասարակության ոչ միայն բիզնես հատվածին ցանկացած քաղաքացու, որ կա հնարավորություն գնացեք պայմանագրեր կնքեք, եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարն էլ էր ասել այդ մասին, որ կարող գնաք բոլորդ ով ուզում է գնացեք կնքեք Ես ենթադրում եմ իրանց կառավարության եւ բիզնեսի ունեցած կոմունիկացիայի մասին է, ոչ թե սահմանափակման մասին, այսինքն ոչ թե մենք բերել ենք, ասել ենք, ես երկուսդ կարա կառնենք, այլ կոմունիկացիայի մասին, ասում եմ, երկու հոգու հետ են կոմունիկացիա, մնացածը ենթադրաբար ցանկություն չեն ունեցել հայտնելու կամ գնալ բերելու։ Հիմա կտեսնենք շուկան ոնց է փոխվում, ասում մենք տնտեսվարող սուբյեկտների հետ խոսել ենք, իրանցից որևէ մեկը այս պահին որևէ բող կամ դրանից շուկայի վրա որևէ ազդեցություն կամ իրանց ծավալի քչացում չի եղել, նախ ասեմ նաև որ այդ բենզինի ծավալը բավականին քիչ էր, բայց գնի վրա ազդեցություն ունեցավ 430 դրամում, ինչի մասին եք նաև վարչապետը խոսեց, 430 դրամ է տեղ ունեցել, բայց կուզենամ մի քանի փաստի վրա շեշտադրում կատարել, էլի, արդեն որպես մրցակցության հանձնաժողով, ոչ թե լավ է թե վատ է, ինչ է, այլ փաստեր ասեմ։ Նայեք, սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը շուկայի համար էական ազդեցություն ունի մի քանի առումով։ Տրանսպորտային հանգույցի աշխատելու հանգամանքը մեզ այսօր տալիս է ազդակներ, որ վրացական կողմի հետ եւ վրացական բեռնափոխադրումների գինը էական կարող է նվազել, այսօր արդեն փաստ ազդակներ ունենք, իհարկե սրա մասին դեռևս կյանքը ցույց կտա որքան կլինի եւ ոնց կլինի, որտեղ հիմա երկրորդ խմբականակը որ մուտք գործի արդեն կհասկանանք, երկրորդ Հայաստանի Հանրապետություն գործող թանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է իր գործընկերների միջոցով կապնվել եւ կամ ինքը գնալ կապնվել եւ պայմանագիր ունենալ ինքն ներմուծում իրականացնել ոչ միայն բենզին կամ դիզել ցանկացած ապրանք, որը ինքը ցանկանում է դա իրականացնել դրա մասին վստահաբար կոմունիկացիա կա եւ վստահաբար կարող եմ ասել բոլոր տնտեսվարող սուբյեկտները գիտեն բենզինի ոլորտում հաստատ որտեղ իրանք այդքան շատ չէին գոնե գործող եւ իրանք դրա մասին գիտեն։ Հիմա ցանկություն կունենան գնալ բերել թե ոչ դա իրենց խնդիրն է եւ իրենց գործն է, բայց ես տենց որևէ պարտադրանք կարևորը չկա եւ չի կարող լինել, որովհետեւ հակառակի մասին կարող պարտադրել ենք, որ իրան գնան բերեն, որևէ մեկը որևէ բան չի պարտադրում, իրանց ցանկությունն է մի ընկերություն ասել է ռեժիոներ գնացել են բերի, հիմա կտեսնենք եւ ոնց որ կարծես թե այդ ապրանքն է արագ վաճառվում էր, այդ էլ որը մեկի ցանկություն է, թե մեկ ուզում է գնալ եւ լիցքավորել, թող գնա լիցքավորել, որովհետեւ մեկին կարևոր որ բան չեն պարտադրում, ելի եմ կրկնում, ըստ իս խոսքը գնում էր կառավարության բիզնեսի կոմունիկացիայի մասին, կառավարությունը ազատ է կոմունիկացվել բիզնեսի հետ, բայց
խոսել նրա մասին, որ մենք հնարավորություն չենք տվել որևէ մեկին դա ճիշտ չի, որ տվել եմ ասում, կառավարություն ձեռք չի բերել։ Այս երկու ընկերությունը ուղղակի գնացել են, պայմանավորվել են, բերել են ապրանքի։ Մենք եթե ինչ-որ մեկ ուզում է գնա բերի, վաղը կարող գնալ եւ բերել այդ ապրանքից։ Էլ եմ ասում, կառավարություն չի բերել ասում մենք կոմունիկացրել ենք իրանց հետ։ Հիմա ասում արդյոք վստահ եք, որ մնացածի հետ որ կառավարությունը չի կոմունիկացվել, նրանք չգիտեն, ես ասում եմ, որ ըստ իս տենց չի։ Դուք հարցրել եք իրանք ասել են մենք չգիտենք, որ տենց հնարավորություն կա։ Մենք կոմունիկացվել ենք իրար եւ իրանցից որևէ մեկը ասել է մենք բողոք չունենք։ Եթե ունենք, ասեն։ Հիմա կարող եք ասել, բայց կարող վախենան բողոքեն, վայ բա ոնց ասում, բայց մինչեւ դա ցորեն էին բերել։ Գիտեին չէ՞ որ արդեն Ադրբեջանի տարածքային հարաբերություններ ենք սկսել։ Մեկ ասել ես գնամ բենզին բերեմ, ասել ենք չէ։ Կամ ուզել է, մեկից դուք ազդակ ստացել եք, օրինակ չգիտեմ, CPS, Flash, Max, Shell, որևէ մեկը ասել է մենք ուզում ենք բերենք, մեզ չեն թողում, ձեռները բռնել են, բայց ինչ պիտի կառավարություն չթողի։ Կառավարությունը անդադ խոսում է, վարչապետը անդադ ասում է, որ խաղաղության օրակարգի այսպես ասած առավելություններից է եկեք օգտվեք, շուտ եկեք ուզեցել է գնա մենք ասել ենք մի արեք, կամ ինչ-որ Այդ եմ ասում ենք, բան չենք տալիս, ախր հենց ամբողջ այս վերջի բանի մամուլում գտած հայտարարությունը ըստ ում մի փոքր մենք ճիշտ չենք պատկերացնում, մենք չենք բենզին ձեռք բերում եւ տալի մեկի։ Մենք ասում ենք հարգելի բիզնես, գնա խոսա ընդեղի բիզնեսի հետ եւ փորձի ինձ այդտեղ ներկրել։ Այսինքն սրա համար մենք ոչ թե գնում ենք, այսինքն ես չի որ գնացել ենք Ռանոյելի համար այնտեղ գործընկեր ենք, թե մի հատ է միջնորդություն ենք արել, մի հատ է բիզնես բան ենք, գործարք ենք ատել։ Իրանք գնում են, այնտեղից վերցում մեր խնդիրը է, որ մարկանց ասել կառավարության խնդիրը, մարկանց ասել այլևս այդ հնարավորությունը կա։ Ձեզ թվում է մինչև այդ ասենք, չգիտեմ, երբ որ Ռուսաստանից են բերում կամ Ռումինիայից են բերում, մենք գնում ենք որպես պետություն հետերը պայմանագիր, իրանք իրենց գործընկերների միջոցով գնում առնում, որ տենց է պետք է լինի։ Հնարավորություն չէ, այդ եմ ասում, կա։ Վարչապետը խոսում է ասել կոմունիկացիան ունեցել ենք այս բիզնեսների հետ։ Կոմունիկացիա, ասինքն հատուկ Դե չեմ կարող ասել, այսպես, ասենք կոմունիկացիայի մասին, ասում որ ես հիմա կանչեմ, ասում գիտեք ժողովուրդ, մի հատ կա անգուսի միս բերելու։ Այսինքն չի շակ որ մեկին չի ասել, մեկը չի իմացել։ Հիմա կառավարությունն ինքն է որոշում ում հետ իր ձև կոմունիկացվի։ Անկեղծ ասած չեմ կարող իրանց տեղը պահել, բայց դուք ասում եք մրցակցության խնդիր կա, ասում իսկ արդյոք նրանք ուզել են, չէ՞, նախ որ չիմանան էլի մրցակցության խնդիր չկա, որտեղ քանակը շատ քիչ էր, որևէ մրցակցային առավելություն չէին կարող ունենան, բայց ես ասում եմ, շփվեք հետները, տեսեք իրանցից մեկը կա, որ չի իմացել, կարող է մեկն է գացի, գիտեք, ես չգիտեմ, որ խաղաղության օրակարգի են գնում, դուք ինչքան գիտեմ կառավարությունը ամեն առիթին դրա մասին է խոսում, ասում ժողովուրդ, գիտեք հնարավորություն կա։ Հիմա իմացել են, չէ՞։ Հիմա ասում եմ ինչքան էր ծավալը, մի քանի հազար լիտրի մասին էր խոսքը գնում։ Հիմա իմացել են։ Արդեն ինչքան ժամանակ է, դեկտեմբերի 23-ին է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել առաջի խմբականակը միայն պրեմիում դասի այդ բենզին մեծ մասը պրեմիում էր կամ միայն պրեմիում։ Հիմա իմացել են դրա մասին։ Հիմա հունվարի 13-ը մեկը գնացել է, եկի ասել է, վայ որ մի ոտ շուտ իմանային գնալու ենք, անենք, պայմանագիր ակնք է, էլ ես երկուսն են չէ բերում։ Չի կարա վաճառը, որտեղ վաճառելու համար պետք է անել բենզալցակայան։ Վերավաճառում ենք։ Դե ենթարկում բենզալցակայանը չէ՞ ապրանքը վաճառում։ Ում է վաճառում։ Ճիշտ ասած, Ռանոյում չէ վաճառում։ Հայտնի է դա, էլի ուզում ես գաղտնի բան չկա դե։ Դրա հասկանում եք։ Երկրորդ հարցի համար Շարունակելով Վանգերոյան այս հարցի թեման, անցնենք բենզինից հեղուկ գազին։ Եթե ձեր մեքենան հեղուկ գազով պետք է տեսնեք, որ երեկվանից մինչև այսօր հեղուկ գազի գները գրեթե 30-ից 40 գրամով ցանկացել է։ Հասկանանք որն է այստեղ վերացումը, որովհետև sense ոնց որ երերուն ոլորտը, հեղուկ գազի ոլորտը, միշտ հանգացում բարձրացում ամառը 90 դրամով, բայց ձմռանը օրինակ 290։ Այս շրջանակում ուսումնասիրություն արել եք, մենք այդ նյութեր ենք փորձում գրել ուսումնասիրություն ինքներս անել։ Դիմում ենք ձեր հանձնաժողովին, ասում ենք մենք անում ենք ուսումնասիրություն, որոշ ժամանակ հետո այդ ուսումնասիրությունը կամ տեսնում ենք, կամ այդպես էլ այդ ուսումնասիրությունը իր եզրահանգումն ու հանդիսատվությունը չի ունենում։ Այդ ասում
համաձայն չեմ, որտեղ ամեն տարի հրապարակում ենք, տարին 3 Շատ լավ հրապարակում եք, որն է արդյունքը, եթե միևնույն է գազը անդադար թանկանում։ Չէ, ամուսնա չի թանկանում։ Նախ ասեմ մեքենան էլեկտրական է, բայց գիտեմ որ գազի գինը թանկացել է։ Իմ մեքենան չէ, պետության մեքենան է եւ պետությունը ձեռք է բերել էլեկտրական մեքենաներ։ Հիմա ամեն տարի մենք հեղուկ գազի մասին տարի 3-4 անգամ խոսում ենք։ Դա որ ասում ենք ամեն անգամ թանկանում է, եկեք ասենք որ տենց չի, որտեղ ամեն անգամ էժանանում է որ հետո թանկանում է։ Երբ որ հեղուկ գազի գինը դառնում է ասենք 90 դրամ, ես չեմ բարձում, ասում վայ գիտեք ժողովուրդ, ես ձեզ համար 90 դրամ մսարքի։ Հեղուկ գազը բորսայում ապրանք է, ժողովուրդ, ոնց էլ ասեմ։ Հայաստանի մենք կարանք ընդհանրապես այդ ոլորտը չնայենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտ, 100-ից ավել ներմուծում է հեղուկ գազ։ Ամենաշատ մասնաբաժին ունեցող տնտեսվարող սուբյեկտի ծավալը 9%-ը երբեք չի գերազանցել։ Դրանից հետո ինչ-որ 7, 3, 2 ու տենց ինչ-որ բան չէ, տենց ընկերություններ չեն, որոնք կարող են ճնշել։ Հիմա 100-ից 180 հոգի էր անցել անգամ, ոնց որ հեղուկ գազ ներմուծում։ Ասենք որ այդտեղ կարող է իրար հետ պայմանավորում միանգամից գինը հանեն, աբսուրդ է։ Ասել որ կա գերիշխող դիրք, որը չարաշահվում է, չկա, օրենքով արգելված է, գիտեք, չէ, 10%-ից ներքև որևէ տնտեսվար ամբողջ աշխարհում, նաև որտեղ ենթարկվում չի կա։ Հիմա եկեք հասկանանք, բա ինչի է գազը թանկանում էժան։ Միգուցե դա է շուկայի պայմանը։ Մենք ամեն տարի եմ ասում, որ ասում եք, չկա, ես կանզանում ձեզ անձամբ կուղարկեմ մեր եզրահանգումները եւ վերլուծում, որ հիմա ստեղ ասում եմ։ Հիմա նայեք, այո, իհարկե պատճառն էլ է գրած, ասում եմ նայեք, մեկ, Լարսը որ ասենք փակվում է, այդ մեքենան, որը պետք է օրինակ 10 օրում գնար, գնում է 20 օրում, տրանսպորտը թանկանում է։ Թողենք այն որ բորսայի գինը բարձրանում իջնում է, որտեղ բորսայից է կախված։ Հիմա նայեք Բորսան որ սկսում է պահանջարկը հեղուկ գազի մենակ Հայաստանով չի պարզվում, Հայաստանը դրա ամենամեծ սպառողը չի։ Մենակ նույն ձևի այն կողքի երկրն են թուք, ինչը Պակիստան, եթե սկսում է բորսայից մեծ քանակ առնել, դրանց մոտ է պահանջարկի եւ բանի սեզոնայնություն կա։ Սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Այդ ապրանքի գինը որ թանկանում, բնականաբար Հայաստանում էլ է թանկանում։ Բայց դա հենց այդ է շուկայական հարցը։ Ոնց որ բարել նավթի գինը բորսայում էժանանում է եւ թանկանում է, չէ՞։ Հիմա ստեղ մենք ինչ ազդեցություն կարանք ունենք, ես զարմանում եմ, որ ամեն անգամ մարդիկ դրանից բան են անում։ Հա, ժողովուրդ, բորսայում ապրանքները եւ թանկանում են եւ էժանանում են, բայց աբսուրդ կներ, որ ես դուրս գայի եւ 90 դրամի ժամանակ փորձեի բոլորիդ վրա լավություն ծախել եւ ինձ գովայի, ասա գիտեք, հեղուկ գազը տեսակ ինչ արեց 90 դրամ դարավ։